Նախորդ ամիս դերասանուհի Հասմիկ Խոջյանն իր ինստագրամյան էջում հայտնել էր, որ հիվանդանոցում է։ Դերասանուհու մոտ սկսվել էր ներքին արնահոսություն, ինչից նա հազիվ փրկվել էր։ Վերջին օրերին Հասմիկը վերականգնել է իր սոցիալական ակտիվությունը և այժմ հարց ու պատասխան է կազմակերպել ինստագրամյան իր էջում, որի ընթացքում հետևորդները հետաքրքրվել են, թե ինչպես է իրեն զգում դերասանուհին։ Նա պատասխանել էր. 99%-ով կազդուրվել եմ։ Վերադարձել եմ իմ սովորական կենսակերպին, բայց երբ շատ եմ ծանրաբեռնում ինձ, օրգանիզմս միանգամից ինձ պատասխան է տալիս ու տապալում։ Փորձում եմ ինքս ինձ լավ նայել, որ հանկարծ նորից վատ չզգամ։ Ինստագրամյան իր էջում հետևորդի հարցին պատասխանել էր Հասմիկ Խոջյանը։ Մեզ մնում է նաև հավելել, որ Հասմիկ Խոջյանը հիվանդանոցում գտնվելու օրերին նաև գրառում էր արել ու պատմել, թե իր հետ իրականում ինչ է կատարվել։ Գրառմամբ Հասմիկը նաև մանրամասներ էր հայտնել։ Ներկայացնում ենք դերասանուհու գրառումը ևս։ Բժշկական տերմինները դնում եմ մի կողմ ու մարդկային լեզվով նկարագրում եմ եղածը, փորձելով հիշել մանրամասները, որովհետև ընթացքում կամ գիտակցություն չեմ ունեցել, կամ էլ ուղեղս ի պաշտպանություն իրեն ջնջել է որոշ մանրամասներ։ Գիշերվա ժամին արթնանում եմ որովայնի հատվածում սուր ցավից։ Ես ասեմ սուր, բայց դուք պատկերացրեք անմարդկային ցավ, որի պատճառով կարելի է լաց լինելով արթնանալ, մի քանի րոպե փորձել շարժվել ու չկարողանալ, բայց դե չէի մտածում լուրջ բան կա ու չէի ուզում անհանգստանալ։ Չնայած երբ եկավ շտապօգնությունը, զննելուց հետո որոշեց տեղափոխել հիվանդանոց։ Ստորագրեցի հրաժարվելով տնից դուրս գալ։ Բանն արեն, հո մենակ չէր մնալու։ Ցավազրկեցին ու գնացին։ Ես քնեցի, բայց դրան հաջորդող ժամերի ընթացքում մի քանի րոպեն մեկ անգամ կորցնում էի գիտակցությունս։ Կյանքումս առաջին անգամ իմացա, թե ինչ ասել է ուշք գնալ։ Խլանում են ականջներդ, թմրում են վերջույթներդ, մարմնի ջերմաստիճանը կտրուկ փոփոխվում է, աչքերի դիմաց ծիտիկները թռչում են ու մթություն։ Իսկ թե երբ ու ոնց էի ուշքի գալիս չգիտեմ, բայց իմ զգացողությամբ մի ակնթարթ էր դա տևում։ Հաջորդ շտապօգնությունը երբ հասավ, արդեն գրեթե ոչինչ չէի ընկալում ու չէի գիտակցում, բայց հրաշալի մարդիկ, մասնագետներ էին։ Կարծիքս հաշվի չառան ու ուղիղ մոտակա հիվանդանոց։ Իսկ թե ինչու մոտակա եւ ոչ ցանկալի հիվանդանոց, որովհետեւ բժշկի խոսքով այլ, ավելի հեռու հիվանդանոց ինձ չէր հասցնի տանել։ Ջերմությունս 35 էր, ճնշումս 70-30։ Հրաշքով հասանք տեղ ու իմ չարչարանքները շարունակվեցին եւս մի քանի ժամ։ Կատե հետազոտության որովայնում տեսան հեղուկ, որոշվեց, որ ելքը անհապաղ վիրահատությունն էր, բայց ֆիքսենք, որ ասել էին մոտ 200 միլի հեղուկ կա։ Այն ինչ, հիմա կպատմեմ։ Մի քանի ժամ անց նորից շտապօգնություն կանչեցին, որ այդ հիվանդանոցից տեղափոխեն այլ հիվանդանոց, որպեսզի ընտանիքիս անդամների սուբյեկտիվ կարծիքով ավելի ապահով ձեռքերում իրականացնեն վիրահատությունը։ Եվ դա ճիշտ որոշում էր, քանի որ բժիշկների եւ ամբողջ բուժազնագազմի պրոֆեսիոնալիզմը ու դրական վերաբերմունքը կարևոր են անկախ ծագած խնդիրներից։ Ճանապարհին ես արդեն գիտակցում էի պահի լրջությունը, չնայած չէի ուզում վիրահատվել։ Հույս ունեի այլ երկ կգտնվի, բայց էլ շնչել չէի կարողանում, խեղդվում էի արյան մեջ։ Հասանք տեղ, անհապաղ նախապատրաստեցին ու տարան վիրահատարան։ Այ այստեղ ես էլ վախեցա։ Երբ սոնոգրաֆիկ հետազոտության էկրանին նայեցի ու տեսա, որ բոլոր ներքին օրգաններս բառի բուն իմաստով լողում էին արյան մեջ։ Մարդիկ սովորաբար չեն ապրում նման դեպքերում, բայց ես ու կյանքը սիրում ենք իրար։ Վիրահատության ժամանակ հանել են իմ ներսում լցված շուրջ 2 լիտր արյուն, բայց արդարության համար հիշենք, որ 200 միլիգրամը ու 2 լիտրը խիստ տարբերվում են իրարից։ Ինչևէ, օրգաններից մեկը պայթել էր, կույրաղիքը չէր, եւ սկսվել էր այդ ներքին արնահոսությունը։ Հետո իհարկե լրացնելու համար ինձ արյուն են փոխպատվաստել ու հիմա ես ապրում եմ։ Լուսանկարներին կից գրել էր Հասմիկ Խոջյանը։ Star News-ը եւս մեկ անգամ սիրված դերասանուհուն մաղթում է առողջություն։ Հավելենք նաև, որ շաբաթներ առաջ կյանքի ուղիներով հաղորդման հյուրը դերասանուհի Հասմիկ Խոջյանն էր։ Star News-ը հետևել է զրույցին, որի ընթացքում դերասանուհին խոսել էր մի շարք թեմաների մասին, այդ թվում նրա մայրիկի հիվանդության մասին, որը ձեռք-ձեռքի բռնած հաղթահարել են։ Հասմիկի խոսքով մայրիկը առողջական խնդիրներ ուներ, չարորակ ուռուցք, որն արդեն հաղթահարել է։ Դերասանուհին արցունքներն աչքերին հիշեց այն օրերը, երբ մայրիկին խաբել էր, չասելով իրականում ինչ խնդիր ունի նա, որպեսզի չհուսահատվի։ Հարսանիքիցս առաջ էր, մայրս հիվանդ էր, քիմիոթերապիա էր ստանում։ Ասում էինք, որ դա պրոֆիլակտիկ է եւ բոլոր բարորակ ու չարորակ ուռուցք ունեցողներն էլ ստանում են։ Բոլորի բուժումն էլ դա է։
Գուցե հուսահատվեր, երբ ճիշտն իմանար, իսկ մարդու հուսահատությունն ինքն իրեն չապրեցնելու պատճառ կարող է դառնալ։ Քիմիոթերապիաներ, որոնց հաջորդեց վիրահատություն եւ միայն վիրահատությունից հետո, երբ բժիշկն ասաց, որ ամեն բան լավ է, ես սկսեցի պատրաստվել հարսանիքիս։ Փառք Աստծո, դերասանուհին այսօր վայելում է մայրիկի ներկայությունը իր կողքին։ Նույն զրույցի ընթացքում Հասմիկը խոսել էր նաև իր հայրիկի ու մայրիկի հիվանդանոցում լինելու, ինչպես նաև հոր ամիսներ առաջ մահանալու մասին։ Նա նշել էր հետևյալը. «Կյանքի տարբեր դժվարություններ ենք հաղթահարել։ Կար ժամանակ, երբ ծնողներս երկուսն էլ հիվանդանոցում էին, նույն հիվանդանոցի տարբեր հարկերում, ու ես երկուսի մոտ էի, խնդրում էի, որ շուտ դուրս գանք այդ վիճակից։ Ոչ ոք չէր նկատում, որ ես ամբողջ գիշեր հիվանդանոցում էի, առավոտյան այնտեղից գնում էի դասի կամ էլ նկարահանման։ Հասմիկի հայրն ամիսներ առաջ է մահացել։ Դերասանուհին հիշում է այդ օրերը։ Մահվանից օրեր առաջ բժիշկը մեզ կանչեց ու ասաց. ամեն ինչ այս կյանքում իր լիմիտն ունի, նույն կերպ եւ օրգանիզմը մարդու։ Շատ երկար պայքարելուց հետո ուղղակի ես հույս չեմ տեսնում, որ կապրի։ Դժվար է, որ այդ ամենը հենց ճակատիտ են ասում։ Դա իմ կյանքի ամենամեծ կորուստն էր, որը ես չեմ կարողանում ընկալել։ Ես անընդհատ գնում եմ պապայիս տուն ու մտածում, որ հիվանդանոցում է ու հեսա կգա։ Հայրս լուր մարդ էր, մենք ավանդական ընտանիք ենք եղել։ Մայրս մեր դաստիարակությամբ էր զբաղվում, հայրս աշխատում էր։ Միշտ վախ եմ ունեցել ծնողներիս կորցնելու։ Գնացել եմ գիշերներն իրենց հետ քնելու ու որ զգամ, օրինակ մայրս շնչում է։ Հուզմունքով անկեղծացել էր Հասմիկ Խոջյանը։ Հաղորդման ընթացքում Հասմիկը նաև խոսեց եղբոր պատերազմի դաշտում զոհվելու մասին։ 94 թվականի Արցախյան պատերազմը խլել է նաև Խոջյանների ավագ որդուն։ 1 տարի անց սակայն նրանց տանը ծնվեց Հասմիկն ու ապրելու լույս եւ հույս տվեց։ Հասմիկը պատմել է, որ իր եւ ծնողների տարիքային տարբերությունը մեծ է եղել, որտեղ որ միասին գնացել են, կարծել են, թե դերասանուհու տատիկն ու պապիկն են, ինչին իր խոսքով կտրուկ է պատասխանել, շեշտելով, որ իր ծնողներն են։ Դերասանուհին նշում է, որ դա իր համար ասես կոմպլեքս է եղել, ու չնայած տարիքային մեծ տարբերությանը նրանք շատ մտերիմ են եղել եւ իր համար ոչինչ չեն խնայել։ Հասմիկը վստահ է. դժվար է զավակ կորցնել ու հետո նոր երեխայի հետ փորձել ապրել։ Ոչինչ չեն խնայել ինձ համար։ Սկսած փոքր տարիքից ամեն ինչ ներդրել են ինձ համար։ Ամեն տեղ գնացել եմ, միշտ զբաղված եմ եղել։ Ինձ թվում է մամաս հասկացել է իմ տեսակը հենց փոքր տարիքից, որովհետև հիմա էլ եթե ես 1 ժամ չեմ ունենում ոչինչ անելու, պանիկայի եմ ենթարկվում։ Ես պետք է միշտ զբաղված լինեմ, անկեղծացել էր Հասմիկ Խոջյանը։ Դերասանուհու ավագ եղբայրը Սարգիսը 1994 թվականին ծնողներից թաքուն մեկնել է ռազմաճակատ, ընկերոջ կողքին գտնվելու համար, սակայն զոհվել է։ Դերասանուհին եւս 1 եղբայր ունի, 14 տարի իրենից մեծ Վահեն։ Ես գիտեմ զոհված եղբորս այնքան, ինչքան գիտեն նրա մասին նրա հետ շփված ապրած մարդիկ։ Գուցե դա զգացողություն է, գուցե շատ են պատմել իր մասին։ Ես գիտեմ, որ ինքը միշտ ինձ հետ է, միշտ։ Կա այդպիսի արտահայտություն, Բահապան հրեշտակ։ Չի եղել մի դեպք, մի բան, որ ես ուզեմ դիմեմ հենց իր անունով, ու դա չլինի։ Հասմիկը պատմում է, որ փոքր հասակում այնպիսի տեսարան է պատկերացրել, որ մի օր եղբայրը փախնում է, գալիս է տուն, ու ինքը պահում է եղբորը, որ թուրքերն էր չգտնել նրան։ Հասմիկը հիշեց, որ այդ ամենը հանուն մայրիկի արտասուքը չտեսնելու է պատկերացրել։ Դերասանուհին արտասվեց այս խոսքերն ասելիս։ Հասմիկ Խոջյանի համար առաջին դերը եղավ Էլենի օրագիրը հեռուստասերիալը, որը նաև ճակատագրական եղավ դերասանուհու համար։ Դերասանուհին այդ տարիների ընթացքում մասնակցել էր Բրավո Էմի հարցազրույցին, որի ընթացքում պատմել էր իր մանկության, մասնագիտության ընտրության եւ հետո արդեն կարիերայի մասին։ Հրաշալի մանկություն ունենալուն զուգահեռ դեռևս 3 տարեկանից ունեցել եմ ծանրաբեռնված առօրյա։ Քանի որ ընտանիքս ինձ ուղղորդել է անընդհատ լինել արվեստի, գրեթե բոլոր ճյուղերում, իսկ հետո տվել ընտրության ազատ հնարավորություն, բայց քանի որ մինչ բուհ ընդունվելը ես արդեն մետրո թատրոն ստուդիոյում էի, ընտրության կարիք նույնիսկ չեղավ, ամեն ինչ պարզ էր։ Այսպիսով ես համարում եմ, որ ճանապարհս սկսել է 3 տարեկանից ու այն իսկապես հեշտ չի եղել, հատկապես տարիքիս համեմատ։ Տարատեսակ փորձությունների միջով եմ անցել, որոնք հաղթահարելով ձեռք են բերել ամուր հիմք մասնագիտության համար։
Իմ բախտն իրոք որ բերել է։ Առանց համապատասխան որակյալ կրթության, որքան էլ ջանաս, ինքնակրթվել եւ աշխատանքային փորձ ունենաս, միևնույն է, թերի կլինի կատարած աշխատանքը։ Իհարկե կա նաև մեդալի հակառակ կողմը, երբ իբրև թե ստանում են մասնագիտական կրթություն, բայց նույնիսկ դասերին ներկա չեն լինում։ Այդ դեպքում առանց կրթության աշխատասեր մարդը բնականաբար իր որակով սկսում է գերազանցել դիպլոմով մասնագետին։ Իմ բախտը բերել է, ես սիրում եմ սովորել։ Կարմիր դիպլոմով եմ ավարտել, չնայած նույնիսկ չեմ էլ հիշում, թե որ դարակում եմ այն պահել։ Ամեն դեպքում շատ կարևոր է ստացած գիտելիքները ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին կիրառելն ու անընդհատ աշխատելը ինքդ քեզ վրա։ Ինքնակրթվելը, դրանք դասավորելով մասնագիտական կրթությունից ստացած գիտելիքների վրա, որպիսի անընդհատ աճես, առաջ շարժվես ու չլճանաս։ Վերջին անգամ իր հարցազրույցներից մեկում անկեղծացել էր Հասմիկ Խոջյանը։